Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Դու ոնց ասես, Պարոն Կասյան, Փաշինյանի արածի 0.1% այդ ո՞րն էր որ կողմն։ որի պատասխանեմ, Այն որ ասեցիք Փաշինյանի ասացի, որ ասեցիք 99.9 թվականին Են մեկն էլ տեղ ենք տոնում կարող մարդը դարձի կա։ Հա, ճանապարհ։ Դե եկեղեցին ինչ է ասում, ապաշխարության կանոններ է տվել, եթե մարդ ապաշխարության բան է ճանապարհ է բռնում, այդտեղ արդեն ես բան չունեմ ասել։ 0.1%-ով շանս։ Պարոն Կասյան, խորհրդային տարիներին Կոմկուսը դեմ էր մասնավոր սեփականությանը, մեծահարուստներին կուլակաթափ էր անում, այս մասով տարաձայնություններ ունեք, թե ոչ։ Ուրեմն այդ մասով ես ունեմ մի բան։ Միանշանակ դեմ եմ եղել, որ սեփականություն չպետք է լինի։ Միանշանակ դեմ եմ։ Միանշանակ դեմ եմ, որ երկիրը սեփականություն չունի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինքը սեփականություն չունի։ Ուրեմն ես կողմնակից եմ չինական մոդելին։ Դա Աստված, որ եթե հանգարց Աստված կամենա կանգնենք հասնենք։ Ուրեմն հասկանալի է այդ ժամանակ ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցները այն մեծ գումարները, որ գալիս է որևիցե մի բիզնեսից, չեն թողնելու, որ մի քանի բիզնեսմեն պետությունից հարուստ լինի, որպես ինչ։ Անպայման դրանք պիտի լինեն պետական սեփականություն։ Իսկ մնացածը թող ժողովուրդը, ես էլ դրան եմ կողմնակից, ես դրան կողմնակից եմ։ Դուք որևէ բան պետությանը կնվիրեք, պարոն Կասյան։ Ես հոգեբ։ Դուք ոնց եք հարստանում։ Հիմա նայ ասեմ։ Դե ասեմ եմ իսպաս։ Մենոպե ասեմ ես երդասարտին։ Ուրեմն ուշադիր լսի, ես նախ հոգեպես եմ հարուստ։ Ուշադիր լսի։ Երկրորդ հերթին ես 64 տարեկան եմ, ուրեմն 12 տարեկանից աշխատել եմ ամբողջ քաղաքի գիտեր։ Մինչև այսօր իմ գործարանների դաժե մնացորդները մնացել է Գուրբան ասկերենի արտադրամաս, տրիկոտաժի արտադրամաս, հացի գործարան, ատրակցիոններ, հասկացար, ներկրում, ուրեմն արտահանում, ներկրում, ուրեմն ֆերմերությունը 82 թվականին ես 21 տարեկան եմ եղել, պատկերացրա, եղել եմ խանութի վարիչ, 200 գլուխ մայր անասուն եմ ունեցել լենգեսում, հասկանալի է, և այդպես շարունակական իմ գործունեությունը ես ծավալ մինչև այսօր, հիմա ես մինչև այսօր ունեմ հսկայական ֆերմա, այն թվերից, այսինքն Լենինականի ժամանակահատվածից Շիրակի մարզի առաջի ֆերմերն եմ եղել, կատի գործարան ունիմ, կատի վերամշակման այդ ամեն ինչը ես ունեցել եմ այն թվականներից։ Իսկ Գյումրի քաղաքապետ եղած տարիներին ինչ-որ բան հետ գցել եք, կարողացել եք ձեր ունեցածը ավելացել եք, հակառակը պակասել է։ Պակասել, ուրեմն իմ ժամանակ պակասել է, բայց ուրեմն քո այդ ուշքո միտքը 17 տեղանոց հյուրանոցի մասին է խոսքը, սաղը 17 տեղ է, գնա հաշվի, հակտակ հաշվի, 17 սենակ է, լսի, ուրեմն այդ հյուրանոցը, հլը մի հատ գնա Երևան նայի, 170 սենականոց հյուրանոցները թողել եք, 0-ից սարկացի հետևից ես ընկել, ու պրիտոմ է դրա բացատրությունը հստակ կա, այնպես որ հեչ վախենալու տեղ չունենք, եթե վախենայինք մեր վրա չէր կրանցվի, հասկանալի է, որովհետև դա բարձրաձայն է։ Պարոն Կասյան, ունեցվածքից որևէ բան պատրաստ եք պետությանը վերադարձնել, թե ոչ։ Ուրեմն իմ ունեցվածքից, եթե որպես ինչ տամ ես պետությանը, ասենք ինչու համար տանք, որ հետո դրանից հետո իրանց օլիգարխները սեփականաշնորեն, որպես Գոլդեն Պալասը, որ հիմա առան մեկից իրանց վրա սեփականաշնորեն։ Ես պատրաստ եմ ինչ ունեմ չունեմ ժողովրդին տամ, հասկանալի է ժողովրդին, որ դու եւ բոլորիդ վրա դա երևա, ոչ թե մեկից վերցնեն տան մյուսին, սա ինձ հետ չէր, այն նա ինձ հետ է, հիմա նրանից վերցնեք տվեք նրան, որովհետեւ դա իմ օլիգարխն է, միանշանակ դրա վերաբերյալ, գիտեք ինչ, երկրի ամբողջ երկրի ունեցվածքը, ընդերքը, հանք-արդյունաբերությունը գրանցված է օֆշորներում, դրա համար ձայն տվեցինք, որ կար ասում էր, պիտի կամ հետ բերեմ, բա ուր է այդ ոսկու հանքերը, մոլիբդեններն ու մյուսները պղնձի ու չգիտեմ այլումինի հանքերը, որն է պետական սեփականություն, ջրերն ու մնացածներ ամեն ինչը։ Ավտոտնակներից հատիկ բերում է։ Ես ուրեմն գիտեք ինչ, Հələ որ քյաբաբներն է բերել։ Ամրես հայ քյաբաբները հա։ Լավ է լոդում են։ Որ առաջարկում է գնալ արտահայտություններ, կարող է հույս ունենալ, որ իրենք կհաղթեն, եթե արտահայտություն լինի։
այս անգամ ավելի մեծ ձայնով։ Դե հիմա ես խոսք եմ տալիս, եթե արդահերթ ընտրություն լինի, այդ ես բոլորին խոսք եմ տալիս։ Մենք չէինք որտեղ գրեն սկզբունքը, որ իրանք ինչ ձևով դուք արձանագրեցիք, չէ՞ ինչքան փող բաժանեցին, գնացին տեղերը, բան տեսակ, որ մտան, ինչ եղան, ոնց եղավ, բան եղավ։ Մենք դրա վերաբերյալ չէի հավատում, բայց դուք կտեսնեք, թե ես ինչ ձևի ժողովրդին կբացատրեմ, որ մարդիկ, որ մտնում էին, ասում էին, բանը հայրդ մայրդ մահացած է, հորն ու մորդ գերեզմանի վրա երդումքեր փող տանք քեզ։ Երեխան մահացած է, երեխանիդ գերեզմանի վրա երդումքեր փող տանք քեզ։ Մենք այդ սկզբունքը չգիտեինք, թե ինչ էին անում։ Երկրորդ բանը ոնց էին դուրս հանում բան։ Մենք այդ ամեն ինչը գիտենք։ Այ հիմի որ ընտրություն լինի, գիտես թե մենք ինչքան ցային կհավաքենք։ 2008 թվականին ես հավաքել եմ 40,000 ցայն։ Գնացեք նայեք։ 30,000 հոգի գնացել, այլ չի ուզում ձեզ սատարի, պարոն Ղուկասյան։ Այդ դու պետք է անես, այդ դու պետք է անես, այդ էս կրվում է, երեխել գնացիր կրվար։ Քեզ էլ բան էին անում, տեսար դու գնացիր քո տեղով ու արձանագրեցիր։ 30,000 հոգի էլ չի ուզում ձեզ սատարի, որովհետև ասում եք 40,000 եք հավաքել, հիմա շուրջ 10,000 եք հավաքել։ 30,000 Հիշում ես այն սպարտացիները, որ ասեցի, որպես բան էիք դարձրել, հիշում ես սպարտացիների Ցար Լեոնիդի, այդ 10,000-ը, այդ 10,000-ը գիտեք ովքեր են, որոնք փողով վախով, ես չգիտեմ, գործել խոսք տալով չգնացին ընտրության, այլ իսկական գնացին իխորոտ սրտե ճշմարտության համար, հասկանալի է, ու իսկականից այդ սկզբունքը որտեղ գրեցին ու պահեցին։ Սատիկ ջան, իմ ամբողջ կյանքը դժվար է, իմ ամբողջ կյանքը հեշտ չեմ ապրել, հիմա որ մեկ մարդիկ կան ասում են մանկությունս հետ բերեք, ես չեմ ուզում իմ մանկությունը հետ կա, ես ամբողջ կյանքում դժվարություններով եմ ապրել ու դժվարությունը ինձ համար ապրելակերպ է, հանգիստ տեղի։ Այդ տեսար մարդիկ ինչ որ էին ինգե։ Ես գիտեմ, որ ամեն ինչից շատ մարդու անունն է, որևիցե մի խմբակցություն, եթե հանգարց իրեն ճիշտ չպահեց, ժողովուրդը իր գնահատականը կտա, դա չի նշանակում, որ հիմա այստեղ եկան քվեարկեցին, մենք դարձան քաղաքապետ, դրանից հետո ոտ պահեցին նույն սկզբունքն է, ժողովուրդը կիմանա եւ թե իրենց հետեւ ով է կանգնած, ես այնպեսի մարդ եմ, որ ինձ բռնելը շատ դժվար է։ Ինչ։ Եթե կա մարդ, ով գիտեք, որ կանգնած է չոմիտի հետևից, չի փոխանցել հիմա այս սպասում։ Всему свое время։ Լավ, ռուսերենը մեկ պետք է ասել։ Պարոն Ղուկասյան, քանի որ Ռուսաստանից եք, հա, խոսում։ Հա, ջան։ Դուք եք օրինակ Հայաստանի եւ Ռուսաստանի միութենական այդ պետության գաղափարին, թե այնուհանդերձ անկախությունը բացարձակ արժեք եք։ Ես մի բան ասեմ։ Ուրեմն ես դες ասեմ, ես հայամետ եմ։ Ու գիտես մի քիչ սիրուն չէ, իսկական շատ հայրենիք սիրող անձնավորություն եմ։ Ես գիտեմ, որ այս 3 միլիոն ժողովուրդը, որ մենք ունենք, այս 300-320 միլիոն թորկա լեզու ազգի մեջտեղը, որ կանգնած ենք, ես գիտեմ, որ մեր մեծերը, բոլորը Անդրանիկ Զորավարից, Մխիտար Սպարապետից, Դավիթ Բեկից, Իսրայել Օրուց, Խաչատուր Աբովյանից, որ ասում է օրհնվի Ինսահատը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիս աշխարհը մտավ, եւ այդպես Իսահակյանից, Թումանյանից, որ ասում էին մեր փրկությունը իրոք ռուսի հետ միացության մեջ է։ Ես ուզում եմ նմանատիպ ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա ընկնի ոտքերի տակը, այսպես ես չգիտեմ ինչ կարողանա բանակցել, տղամարդ լինի, որ կարողանա իրենց հետ բանակցել եւ ռուսի սխալները, ասի գիտեք, դուք այս հարցերում սխալ եք, դուք մեր նկատմամբ այսպես լավ չեք պահում, այդպիսի ղեկավար է պետք եւ վերջում էլ արդյունքը սա է, Թուրքը Հայաստանը ինչ վիճակի մեջ է, պետականություն չունեք, մորտված, սպանված, քանդված, ավիրված գերեզման չունեք ընդուп, Ռուսը Հայաստանը ինչ վիճակի մեջ է, Թուրքը մեր նկատմամբ ինչ է արել, Ռուսը մեր նկատմամբ ինչ է արել, ինչ որ կառուցվել է այդ 75 տարվա մեջ կառուցվեց։ Հիմա դրա համար այդ ամեն ինչը մենք չտեսնելով, եթե ուզում ենք չտեսնել, դա ես չգիտեմ ինչ մարդ պետք է լինի, որ այդ ամեն ինչը չհասկանա։ Հետո մի բան գիտեմ։ Սա բարձրաձայնում եմ։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիլվիզում Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր, որ ռուսները պետք է պահեն, ուրեմն Նախիջևանը
Սյունիքը եւ Արցախը։ Նույն ժամանակահատվածում Սևրի պայմանագիրը կնքեցին, որ պիտի լիներ 160,000 քառակուսի կիլոմետր Հայաստանը։ Եվ Վիլսոնը հաստատեց դա։ Դրանից հետո մի քանի օր հետո թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը Սևրի պայմանագրից հետո եւ եկան հասան մինչեւ Երևան։ Այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը Ալեքսանդրապոլի խայտարակ պայմանագիրը կնքեց եւ Հայաստանը դարձավ 9700 քառակուսի մետր։ Արևմուտքը գցեցին իրար վրա, Ֆրանսիան Անգլիայի վրա, Անգլիան Ամերիկայի վրա եւ Հայաստանը դարձավ 9700 քառակուսի մետր։ Եթե ռուսները չկային, 29800 քառակուսի մետր մենք հիմա չէինք ունենա։ Էլի ռուսները պահեցին, որ դարձավ 29800 քառակուսի մետր։ Լսեք, սխալներ ունեն։ Բայց պետք է մեր երկիրը այնպիսի մարդ ղեկավարի, որ ոչ թե խապի, այստեղ բան պայմանավորվի, նրանց հետ պայմանավորվի։ Այստեղից լուսկա թեռնի նորմալ մարդ է պետք, նորմալ մարդիկ են պետք, որ գնան խոսան, այս մենք սխալվել ենք, մենք ազգովի սխալվել ենք, այդքան բան։ Հետո մի բան էլ ասեմ, գիտեք ինչ կա։ Հերիք է պաշտոնի համար, փողի համար գնաք սխալի հետևից։ Գիտեք ինչ ամենամեծ սարսափելի բանը դա է։ Ծախվում են պաշտոնի համար, ծախվում են փողի համար եւ գնում են այն թեկտածու յետևից, որ իրենք էլ տեսնում են, որ այդ թեկտածուն Հայաստանը տանում է կորձանման։ Այդ սկզբունքը պիտի վերանա այս ազգի միջից, եթե ոչ, մենք այսօ ավելի վատ վիճակի մեջ կլինենք։ Ներեք, պարոն Ղուկասյան, ի վերջո դուք կողմ եք, թե ոչ միութենական պետությանը։ Կողմ եմ։ Բելարուսի սկզբունքով։